Իրանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են կնքել 60-օրյա հրադադարի համաձայնագիր։ Վերլուծաբանների կարծիքները հակասական են, կողմերը ժամանակ են շահում նոր ավելի մեծ էսկալացիայի պատրաստվելու համար, կամ սա ԱՄՆ-Իրան տասնամյակներ տևած հակասության վերջնական լուծման առաջին քայլն է։ Իրանագետ Էդվարդ Բերուջանյանը հավանական է համարում դեպքերի զարգացման մի քանի սցենար։ Վերջնական խաղաղության մասին խոսելը դեռ վաղ է, դեռևս չկա վստահության մթնոլորտ։ Իրականում սա խաղաղություն չէ, կարծում եմ, որ սա ուղղակի ստատուս քվոյի ռազմավարական սառեցում է 100-օրյա պատերազմից հետո, քանի որ կողմերը գնացել են այս համաձայնագրին, ապա կարող ենք ասել, ոչ թե այն պատճառով, որ լուծել են իրենց հիմնարար հակասությունները, այլ որովհետև սպառվել է էսկալացիայի տակտիկական ռեսուրսը։ Սա պարտադրված պրագմատիզմ է և Վաշինգտոնի համար հնարավորություն է, որպեսզի դուրս գա հետագա ճահճային իրավիճակից, իսկ Թեհրանի համար սա հնարավորություն է ֆիզիկական փրկության և տնտեսական կոլապսից խուսափելու համար։ Ինչպես ասում են, պատերազմում հաղթողներ չեն լինում։ Երկու կողմն էլ հայտարարում է, որ ինքն է իրավիճակի տերը, թե Իրանը, թե ԱՄՆ-ն համաձայնագիրը ներկայացնում են ներքին լսարանին որպես սեփական հաղթանակ։ Այնինչ տեսանելի են միայն կորուստները։ ԱՄՆ-ի թերհաշվարկը այն է, որ իրենք չկարողացան կարճաժամկետ առումով հասնել իրենց մաքսիմալ նպատակներին, և այդ է պատճառը, որ առաջին հայացքից թվում է, թե ԱՄՆ-ն այն նույն կետի վրա է, ինչ պատերազմից առաջ։ Օրինակ, Իրանը ամեն դեպքում ավելի մեծ կորուստ է կրել, քանի որ ռազմական արդյունաբերությունն է շատ մեծ վնաս հասցվել, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքները, նաև համակարգի բարձրաստիճան վերնախավը նույնպես սպանվեց, ինչպես նաև տնտեսական ճգնաժամը էլ ավելի խորացավ։ Իրանագետի խոսքով այս հակամարտությունը ի սկզբանե ուներ 3 կողմ՝ ԱՄՆ, Իսրայել և Իրան, իսկ համաձայնագիրը կնքվում է միայն երկուսի միջև։ Իսրայելի պահանջներին մատների արանքով նայել պետք չէ։ Հիմնական գործոններից մեկը գաղափարախոսությունն է, որը սովորական պրագմատիկ հաշվարկներից դուրս է, չի ենթարկվում պրագմատիզմի։ Իսրայելի ռազմական պատասխանը ուղիղ համեմատական է Իրանի պաշտոնական խոսքին, քանի դեռ Թեհրանի պետական դոկտրինը և հանրային հռետորաբանությունը հիմնված է Իսրայելի որպես պետություն ոչնչացնելու սպառնալիքների վրա, ապա բնականաբար Իսրայելը ցանկացած թղթային համաձայնագիր ընկալելու է ընդամենը որպես տակտիկական խաբկանք, և քանի դեռ այդ փաստաթղթերում երաշխիքներ չկան և չկա գաղափարախոսության փոփոխություն։ Լիբանանում Հեզբոլլահի, Եմենում Հութիների ֆինանսավորման մեջ է Նեթանյահուն մեղադրում Իրանին։ Իսլամական Հանրապետության համար դժվար է հրաժարվել իր գաղափարախոսությունից, քանի որ դիմադրության միասնական ճակատի ստեղծողը հենց ինքն է։ Պրագմատիզմը հուշում է, որ իրենք պետք է փոխեն, նաև թուլացնեն, տրանսֆորմացնեն իրենց գաղափարախոսությունը հանուն բարեկեցության, բայց մյուս կողմից էլ դրանով նախ և առաջ հարված կհասցվի հենց իսլամական համակարգին։ Հետևաբար բարդ ընտրություն է և հաջորդ հոգևոր առաջնորդը, ինչպես նաև իշխող վերնախավը պետք է հաշվի առնեն, որ այլևս իրավիճակ է փոխվում և նաև պետք է ընտրեն համագործակցել, թե շարունակել իրենց հռետորաբանությունը։ Մեր երկրում պատրաստվում են Իրան-Հայաստան սահմանի մոտ կառուցել թրիփը։ Էդվարդ Բերուջանյանի խոսքով սա անվտանգային վահան է Հայաստանի համար, իսկ մեր հարևան երկիրը դրան դեմ չի արտահայտվել։ Ինչ-որ պահի Իրանի համար նաև կարող է հնարավորություն դիտարկվել, որովհետև եթե լավագույն սցենար լինի և ԱՄՆ-ն և Իրանը կարողանան վստահություն բարձրացնել և համագործակցություն ստեղծել, ապա Իրանը միանշանակ նաև թրիփը որպես իր հյուսիսային, նաև հյուսիս-հարավ միջանցքի խաչվող ուղի կարող է օգտագործել նաև իր ապրանքները դեպի Եվրոպա հասցնելու համար։ Հայաստանի համար կարևոր է, որ Իրանում խաղաղ լինի, բայց համարել, թե սպասվող համաձայնագիրը կերաշխավորի երկարատև խաղաղություն, իրատեսական չէ, ամփոփում է իրանագետը։